Մենք երկու ճամփորդ պատմության երկար ճամփեքի վրա Ինչ ենք մենք հնդրում հազարից դեռ այս ճամփի վերջում ինչ կան ձեր պահված Մեր ճամփի ամեն քարը գանձն է քո փնտրած սիրելիս Տես երկինքներում ոնց է սավառնում ջերմակ թռչունը Տես ոնց է բացվում շուշանը շքեղ Տես ինչ փայլեր են ցողի մեջ ցոլում Մենք գնում ենք ուր կա սիրո ակունք Եվ գնային լույսով անցիր Մեր արջև բացվող ամեն կածանում Հանդիպելու ենք տիրոջ հրաշքին Հանդիպելու ենք տիրոջ հրաշքին Հանդիպելու ենք տիրոջ հրաշքին Պապի, շատացավ Լավի նոր ես պասի կոդություն կաչի Երայ, խծում եմ ողտեք ենտեղ մարդում Մի պապի կապիտան է ծնգել, եկեք խծում եմ ողտեցեմ Ցավում է, հա? Հարազատներին տեղյակ պահել եք? Մի անհանգստացեք տեր հայր Ես ոչ ոք չունեմ Սովոր եմ կդիմանամ Տեր հայր, ես և ընկերս ամեն ինչ կանենք, օրը մեկս կհերթապայի, կերակուն է կպատրաստենք ու դելիք կկարնենք Շատ լավ, շատ լավ Ես պետք է գնամ Սա իմ համար է Երբ պետք կլինեմ անկախ ժամից Անմիջապես զանգեմ Եղավ, եթե պետք է ես գիշերներ կմնամ այստեղ Կարճ աղոտ կանեմ և գնամ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա Հարատիասցավս և իշկյաս հիվանդությունս իզավակեքում է Տեր Աստված մեր Եվ շնորհի ամենությունս կատարյալ առողջություն նշանով ամենախ խաչիքով որով բարձր ըստ տկարություն ազգի մարդկան և դատապարտեցեր ըստ թշնամին կենաց և փրկության մերով Դու ես կյանք մեր և փրկություն բարերար և բազմողորմ Աստված որ միայն կարող ես թողլս մեղս և մերժել զախտս և հիվանդությունս ի մեջ որում հայտնի են պետք կարյաց մերոց Պարգևիչդ բարյաց Պարգևի ազարատ ողորմություն քո և վերամենայն արարածոց քո ըստ յուրաքանչյուր պիտոյից Հորոցանապաս փառավորյալ գովի ամենասուրբ երրորդությունը այժմ և միշտ և հավիտյանս հավիտյանից Ամեն Ձեզ համբերություն և առողջություն Ասացի, որ շատ բան կգնենք։ Պապան էլ ասաց, եթե հիվանդանոց գնալու կարիք լինի, ավտոմեքենով կգա ու կտանի։ Իսկապես շատ լավ պապիկ է մեր պապիկը, բայց
Ինչ-որ մի բան են չի, տեսակ տխուր է երևում, չէ՞։ Այս էլ եմ նկատել։ Դա երևի սովորական է իր համար։ Պատկերացրու մենակ լինես, ոչ մի բարեկամ չունենաս։ Ասում եմ, այսօր պապիկի համար մի համով բան չպատրաստենք։ Պատրաստենք։ Լավ, սկսենք։ Կարեն ջան, ես էլ թորնիկ ունեմ, բայց նրան չեմ ճանաչում։ Ամեն ինչ կտայի, որ գոնե մի անգամ այդտեղ խոսեի, ներողություն խնդրեի։ Բայց այդ ոնց ինչի չեք ճանաչում։ Երիտասարդ էի ու խակ, կարծում էի ամենակարևորը շատ փող ունենալն է։ Հարստություն ունեցա, բայց ընտանիքս բնոջս ու փոքրիկ զավակիս կորցրեցի։ Հիմա նա արդեն մեծ տղա է, հասուն մարդ։ Գիտեմ, որ կին ու մեծ տղա ունի։ Բայց դու չեք զանգում, հանդիպում։ Զանգեմ։ Զանգեմ ինչ ասեմ։ Ասեմ, որ կյանքի ամենակարևոր պահերին կողքին չեմ եղել։ Ոչինչով չեմ օգնել։ Իսկ հիմա երբ արդեն ծեր եմ ու մենակ, ուզում եմ, որ ինքը իմ կողքին լինի։ Տարիներ առաջ, երբ դեռ դպրոցական էր, ուզեցի հետը խոսել, բայց երբ ձայնը լսեցի, համարացա, չկարողացա նույնիսկ մոտենալ նրան։ Հետո նրանք մեր հին բնակարանը վաճառեցին ու հիմա չգիտեմ նույնիսկ թե որտեղ են գտնվում։ Գուցե Հայաստանում էլ չեն։ Չգիտեմ։ Ոչինչ չգիտեմ։ Ուզում եք մենք փնտրենք, գտնենք ու ասենք, որ հիվանդ է։ Չէ, պետք չի։ Իմաստ չունի։ Օգնեք ինձ։ Ես ուզում եմ ձեզ մի բան ցույց տալ։ Ինչ լավ գնդակ է։ Շուտ վեճ Իսկական ֆուտբոլի համար։ Շատ լավն է։ Դե դու չես կարող։ Շատ լավն է։ Պահարանը բացեք, այնտեղ տոպրակ կա, վերցրեք։ Սա։ Օգնի։ Կոկոն Ադիդասը։ Մաքր Ադիդաս։ Շատ լավն է։ Այս բոլորը իմ թորնիկի համար էի գնել, բայց հիմա դրանք ձերն են, քանի որ դուք արդեն իմ թորնիկներն եք։ Ինչ եք ասում, դուք ձեր թորնիկի կգտնեք ու այս ամեն ինչը նրան էլ կտակ։ Մենք ձեզ կօգնենք, Մենք ձեզ կօգնենք, այո։ Ասացի այդ բոլորը ձերն է։ Չէ, Չէ, այսպես չի լինի։ Պիտի Անդրանիկ պապիկի ընտանիքը գտնենք։ Առանց նրա շատ է տանջվում, Սմատ։ Բայց ոնց։ Ես էլ չգիտեմ։ Պիտի մի բան մտածենք։ Մի բան։ Չկա, բան կանենք։ Կամաց գնա վերցրու, բայց սոչ չարտնես մեզ։
Այս ուսանակարը վերցնելու եք փողոցից փողոցը գնալու Արսենը ճանաչում եք թե չէ։ Այ, համար կա գրված։ Բայց կարող է անկապ համարը։ Անկապ համար ինչ գործ ունի տղայի ուսանակարի հետևում։ Ասում ասեցի մայր սանկենք։ Դե լավ սանկենք։ Ձայնկա, չի անջատածը։ Չեմ պատասխան, լավ հետո ելիք փողցենք, լավ։ Չէ, հաստատ միտեղ տեսել եմ։ Հաստատ։ Հասն բաճը։ Կար։ Հեսա մի բանը մասելու ուրախությունից ընկնես։ Վերջապես այդ հեռախոսը պատասխանել։ Չէ, 3 օրը զանգեցի, վերջով չկար։ Այդ տան Հասեն եմ իմացել։ Համակարգչի մի նոր ծրագիր կա։ Համարը գրում ես Հասեն բերում է, այնպես որ հիմա մենք տան Հասեն ենք։ Ասենք Հասեն իմացանք, հետո։ Հետո ինչ։ Հետո այն որ հեսա կգնանք այդ հասցեով ու հարևաններին հարցուփորձ կանենք, մի բան կիմանանք։ Վատվի չի, փորձենք։ Բայց ես բակը ինձ ինչ-որ ծանոթ է։ Կարող է երազումը տեսնես։ Չէ մի երազ։ Այստեղ ինչ-որտեղ հաստատ պիտի նստարան լինի։ Հա, հետ ո՞ց իմացար։ Չգիտեմ։ Լավ արի մուտք։ Արմյան մուտքը գտնենք, երևի ինտեղ է։ 2 3 4 մուտք։ Արի։ Հա։ 57 Բալի ջան, իզուր մի ծեցեք, իրանք տունը վաճառել են ու տեղափոխվել են Ամերիկա։ Մորակու ջան, մի հատ լուսանկար ցույց տամ։ Այս երեխան ստեղ է ապրել։ Ցույց տուր Հին տեսնեմ, ապրողներից է, կարող է ճանաչեք։ Վայ, ես մեր Տիգրանն է, վայ բալես, ոնց եմ կարոտել։ Բայց իրանք 8 տարի է վաճառել են ու տեղափոխվել։ Լավ, շնորհակալություն, ստեսություն։ Ստեսություն։ Սպասեք, կարծեմ իրա տան հեռախոսի համար ինձ մոտ պիտի լինի, հիմա կբերեմ։ Մսյո Շերլոկ, այդ նկարը որտեղ է։ Պապիկը քնած էր, մտածում սքան արեցի 60 ջան։ Վերցրեք տղա ջան։ Շնորհակալություն, շատ շնորհակալություն։ Տիգրանին կասեք, որ արս մորակույր իրան շատ կարոտել է, որ ազատ լինի թող հյուր գա։ Եղավ, շատ շնորհակալություն, ստեսություն։ Ստեսություն, Վալիկ ջան, ստեսություն։ Տեսանի շուտ գտա։ Ինչ արել։ Ինչ արել։ Չեմ հասկանում, կարող է։ Դե ինչ, կարող է։ Բա ինչու է ձեր տան համարը։ Չգիտեմ, կարող է ինչ-որ սխալմունք է, ինչ-որ թվի։ Նկարը նայի։ Հայլի։ Ես իմ պապան է։ Կոկուր ժամանակ։ Բայց իմ պապիկը մահացել է այն ժամանակ, երբ որ պապաս դեռ փոքր է եղել։ Սա ննար է։ Չմնատարի գնանք մեր տուն։ Արի, գնաց։ Ճիշտ ասացի, ոնց որ այդ նկարը տեսա, ինչ-որ մեկին հիշեցի, ինչ-որ ծանոթ դեմք էր, բայց չի կարողանում հասկանալու։ Հետո երբ որ իմացա, որ դա հայրիկիս լուսանկարն է, փոքր ժամանակ զարմացա։ Հայրիկիս ամեն ինչ պատմեցի։ Լավ արեցիր։ Հետո։ Հետո շատ նեղեց։ Ես կյանքում նրան այդպես չէի տեսել։ Հետո խիստ արգել ես գնալ Անդրանիկ պապիկի մոտ։ Չքան խնդրեցի, ինչքան աղաչեցի, որ բացատրի ների պապիկին, բայց ոչ մի օգուտ։ Հիմա հետս էլ չի խոսում, անգամ վրաս չի նայում։ Բայց փորձում եմ ինձ դնել իր տեղը։ Չեմ պատկերացնում, ինձ այս տարիքում հայրս ինձ մենակ թողել։ Չգիտեմ,
Սմբատ, ուզում եմ խոսքերդ հիշեցնել քեզ։ Դու ինքդ էիր ասում, որ այդ մարդուն շատ ես սիրել։ Շատ հրաշալի մարդ է։ Ճիշտ է։ Հետո մոռացել ես, որ պետք է մարդկանց ներել։ Մանավանդ ասացի, որ զղջացել է ինքն լավացի համար, չէ՞։ Բաներել ուր մնաց։ Հիշում ես Հակոբին ու Եսավին։ Եթե լավ չես հիշում, կբացես Աստվածաշունչը կկարդաս նորից։ Առանց ներելու հնարավոր չէ մարդկային հարաբերություններ։ Դեր, կարող եք իմ հայրիկի հետ խոսել։ Փորձեմ խոսել։ Փորձեմ նրան համոզել Աստծո կամոք, որ պետք է ներել։ Լավ, դե դու գնա։ Ողնոց եք դեր։ Տեսու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք Սմբատի հայրիկն եք։ Այո։ Կարելի է ներս մտնել։ Համեցեք։ Պապ, ես մի րոպեով էի մտել, ուզում էի տեսնել պապիկը լավ է թե չէ։